Ժողովուրդ ջան, կրկին բարև ձեզ։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Այսօր ես լսեցի, որ Ստեփանակերտի անունը դնում են Իվեր Փաշայի անունով։ Ճիշտ է, դա սպասում էի, որ պիտի մեզ ինչ-որ մսեմացնեն, ինչ-որ տենց անուն դնեն, բայց Էվերը սպասում էի կլինի Երևանը։ Իսկ Ստեփանակերտը մտածում էի Թայլատ Փաշա, այն մեկ անուն ինչ էր, Ջալալը Փաշա, դրանց անունով Թայլատն էի մտածում, Երևանը կլինի Էվեր Փաշա։ Մարդիկ գնում են խաղաղության, թուրք մարդասպաններին, հայասպաններին, թուրք մարդասպանի անունով, հայասպանի անունով դնում են Ստեփանակերտի անունը, ինչի համար։ Ունիժать ու պատրաստվում են խաղաղության։ Ասեմ ավելին, ոնց 15 թվին անցյալ դարի Աթաթուրքերը ովքեր էին, Աթաթուրքերը այդ ռուսեն, մլադա турки, այդ ջահել թուրքերն են, որոնք գնացել են Եվրոպա սովորել են, եկան, դաշնակներին ասեցին, այս կառավարությանը հանենք, մենք կղեկավարենք ու հայերի հետ լավ կապրենք։ Դաշնակները օգնեցին, իրանք եկան, հանեցին նախկիններին, եկան մլադա турки, Աթաթուրքը և հանեցին, սպանեցին հայերին։ Հիմա ես մտածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կրկին ընտրվի, պետք է ինչ-որ ստեղծեն մթնոլորտ, որ ամեն ինչը լավ է։ Երևի հետ Էվեր Փաշան, որ ասեցին, հետաձգեն։ Ասեցին, դրել են արդեն, բայց իմ կարծիքով կհետաձգեն, գերիներիներ բաց կթողեն, բայց մինչև բաց թողելը այն վիճակը կգցեն, որ գան այստեղ մի քանի օր հետո մահանան։ Ինձ տենց է թվում։ Ինչեր անեն, գնան, գան, ինչեր անեն, նրա համար, որ ընտրվի նորից Փաշինյանը։ Խաղաղությունը, Փաշինյանին նորից կընտրենք, հետո իրանք սկսեն և տարածքներ ուզել։ Հիմա չեն Ալիվիա Բերանով չի ասել, փոխանցել են մերոնց, որ Ալիևը ասում է տարածքային նկրտումներ Հայաստանի հանդեպ չունենք։ Արդեն չունի, ոնց եղավ, բա ուներ, Երևան